Հայաստանում արդարադատության եւ սահմանադիրի ժողովրդի միջև որոշակի խզում կա, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարության կազմակերպած արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին։ Ընդ որում եւ կառուցակարգային եւ բովանդակային Պանելային քննարկման առաջին մասում անդրադարձ կատարվեց դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մարտահրավերներին, մոդերատորի այն հարցին, որը պետք է լինի կառավարության դերակատարությունը եւ դատական իշխանության տարբեր դերակատարների պատասխանատվությունը Հայաստանի քաղաքացիներին ժամանակին եւ արդյունավետ արդարադատություն տրամադրելու հարցում վարչապետը պատասխանեց. Ինչու կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունը եւ արդարությունը նույն բանն են, կամ արդյոք պիտի լինեն նույն բանը, մեծ հաշվով, երբ որ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ նման ձևակերպում եւ հարցադրում մեր իրականության մեջ կարող է գոյություն ունենալ։ Ես կարծում եմ, որ դրա պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը հասկանալի չէ շատերին։ Վարչապետի դիտարկմամբ հանրության շրջանում առկա է նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Իրավաբանական հանրությունն ինչ-որ պահից սկսում է օգտագործել այն բառապաշարը, որը քաղաքացիների մեծամասնությանը հասանելի եւ հասկանալի չէ։ Մենք ասում ենք, ինչի է ուշանում արդարադատությունը։ Արդարադատությունը ոչ այնքան ուշանում, որտեղ տեղ չի հասնում։ Ինքը անընդհատ process է, ինքը չի հանգուցալուծվում։ Ինքը գնում է, անընդհատ պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում։ Այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք հասանք հետեւյալ եզրակացության, եւ ընդ որում այստեղ խնդրեմը հələ եթե էս լիներ, դա կլիներ խնդրեմի մի մասը։ Նույն իրավաբանական նույն խոսույթները իրանք ունեն իրենց ներքին խոսույթը։ Օպերատիվ բլոկում առանձին ընկալումներ եւ պատկերացումներ կան, քննչական օղակում առանձին պատկերացումներ կան, դատախազական օղակում առանձին պատկերացումներ կան, դատավորական օղակում առանձին պատկերացումներ կան։ Ու սովորաբար, երբ որ բանը գալիս հասնում է այն դեպքերին, երբ որ հանրությանը պետք է տրվի պատասխաններ, ու ելի եմ ասում, ես ընդհանրապես ինչ եմ այս թեմաներով խոսում, որովհետև ես եմ թիվ 1 պատասխան տվողը հանրության, թե ինչի էս մեկը նենց, այն մեկը նենց։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, եւ հետեւաբար ժողովուրդը պետք է նաեւ հնարավորություն ունենա հասկանալու, թե ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտներն աշխատում, ինչ նպատակ են հետապնդում, ինչ արդյունք են գեներացնում։ Ըստ վարչապետի, ժողովրդի եւ երկրում հաստատված իրավակարգի միջև առկա է օրգանական կապի խնդիր։ Այդ իրավակարգի ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր համանդրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները համանդրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել եւ նման շեշտադրումներով քննարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ երկրում այդ առումով դեռ ցանկալի կետին չենք հասել, հավելեց վարչապետը։ Պանելային քննարկման մասնակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն էլ անդրադարձավ գործի քննության ժամկետներին։ Մշտապես խոսում ենք ողջամիտ ժամկետում գործի քննության հնարավորության մասին, դա ապահովելու մասին, բայց իրականում մենք նաև ունենք հետևյալ խնդիրը, որ նախորդ տարի Հայաստանում քրեական գործեր քննող դատավորները ստացել են մոտ 10,000 քրեական գործ։ Մենք մարզերում դատավորներ ունենք, որոնց միջինացված տարեկան ստացված գործերի քանակը 250-ը գերազանցում է, այսինքն դատավոր ունենք, որ 290 քրեական գործ է ստացել։ ԲՏԽ նախագահը բարձրաձայնեց նաև դատավորների թվի եւ բնակչության թվաքանակի անհամաչափության մասին։ Ասաց, Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիկ։ Վճռաբեկ դատանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ կարևորեց գործերի ողջամիտ ժամկետներում քննության իրավունքը որպես հանրային վստահության ամրապնդման, արդար դատաքննության եւ սոցիալական
արդարության վերականգնման առանցքային բաղադրիչ։ Թադևոսյանն անդրադարձավ Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներին, ըստ որոնց դատարանը դեռևս 2019 թվականին արձանագրել է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում տուժողի իրավահաջորդի իրավունքի մասով։ Վճռաբեկ դատարանը վերլուծելով կոնկրետ գործի փաստերը գտավ, որ գործի ձգձգումը տևողությունը չի եղել արդարացված եւ չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ բավարար ջանասիրություն չի ցուցաբերվել գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու, որի արդյունքում ավարտվել էր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները եւ առանց ըստ էության խախտելու անմեղության կանխավարկածը, թեև անձի մեղքը հիմնավորվել էր տվյալ գործով, անձը խուսափել էր քրեական պատասխանատվությունից։ Պանելային քննարկմանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ անդրադարձավ նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության եւ վերահսկողության ժամկետներին։ Մենք 2022-24 թվականների ընթացքում վերլուծեցինք քրեական վարույթները, բայց վերլուծեցինք ոչ թե կոնկրետ մարմինների վիճակագրական ցուցիչներով, այլ համադրելով այդ վիճակագրական ցուցիչները եւ հասկացանք, որ վարույթների մոտ 67%-ը քննվում է 4 ամսյա ժամկետում։ Եվ այս տարի արդեն ներդրել ենք դատախազի աշխատանքի հաշվետվության վիճակագրական ծրագիրը։ Դա թվային ինքնաշխատ մարդկային գործոնից զերծ ծրագիր է, որը դատախազի օրագիրն է, դատախազի աշխատանքի ծանրաբեռնվածության մասին ցուցակն է եւ հասանելի է ինչպես յուրաքանչյուր դատախազի, այնպես էլ նրա վերադասի։ Եվ մենք կարողանում ենք այս ծրագրի միջոցով նախ հսկել, որպեսզի յուրաքանչյուր դատախազ իր հսկողական վարույթներում գտնվող գործերի մասին տեղեկանա առաջին հերթին, պահանջի դա քննիչներից, երկրորդը սահմանի ժամկետներ, իսկ տվյալ դեպքում հանձնարարականով սահմանված ժամկետը 4 ամսյա ժամկետն է, որպեսզի վարույթը, որը առնվազն 4 ամիս առաջ դատախազը ընթերցել է, ծանոթացել է, հանձնարարություն է տվել, նորից պահանջի, հիշեցումները համակարգում գործում են ինքնաշխատ, մարդկային գործոնից զերծ, այսինքն մոռացել եմ, չեմ հիշում եւ այլն նման ձևակերպումներ չեն աշխատում, եւ 4 ամսյա ժամկետը մեզ համար ըստ էության այն ելակետն է, որից սկսած մենք սկսում ենք հաշվել ձգձգումը։ Արդարադատության նախարար Սրբույր Գալյանն էլ նկատեց, պետք է շեշտադրել պրոֆեսիոնալ կադրեր ունենալու հանգամանքը եւ բոլորը պետք է աշխատեն իրենց վրա, որպեսզի չվախենան որոշումներ կայացնել։ Հարցի պատասխանը այն հարցի, թե ինչու է ուշանում արդարադատությունը, եթե դիտարկում ենք սուբյեկտիվ պատճառների տեսանկյունից, այն է, որ շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց։ Ինչու՞, որովհետեւ գործով ելքի որոշումը պատասխանատվության ստանձնում է։ Ցանկացած որոշում պատասխանատվություն է, իսկ դրան կարող է հետևել որոշակի հետևանք։ Եվ մենք շատ հաճախ բոլոր օղակներում այս խնդիրը ունենք։ Եվ դա տեսնում ենք ամեն օր մեր աշխատանքում։ Անդրադառնալով օբյեկտիվ խնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղղություններին, Գալյանն ասաց, որ նախարարությունն ունի բազմաթիվ նախագծեր, որոնք խիզախ են։ Նախագծերից մեկը վերաբերում է դատանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ նախատեսելուն, մյուսը գործի քննության ընթացքում դատավորի փոփոխությունից հետո գործի քննությունը զրոյից չսկսելուն, այն պետք է շարունակել այն կետից, որում նախորդ դատավորը թողել է։ Լսելով պանելային քննարկման մասնակիցներին, վարչապետը նկատեց, խոսում ենք տասնյակ հազարավոր գործերի մասին, բայց այդ գործերի մեջ կան առանձնահատուկները։ Մարդիկ 10,000 գործի չեն հետևում, մարդիկ հետևում են 1, 2, 3, 4, 5, 10 գործի։ Եվ դրանք թողնում են տպավորություն։ Եվ այդ տպավորությունն է, որ տարածվում է բացարձակապես ամեն ինչի վրա, որովհետև տեսեք, դուք ասում եք, որ այո, մեծ թվով դատավճիռներ կայացվում են, ընդհանուր օրինական ուժի մեջ են մտնում, բայց տպավորություն ստանում են այն գործերից մարդիկ, որոնք այդպես էլ չեն ավարտվում ուղղակի, հասկանում եք, որևէ ձևով չեն ավարտվում եւ մեծ է հավանականությունը, որ չեն էլ ավարտվելու եւ մեծ է հավանականությունը, որ այդ գործերի ձգձգման անվերջ ռեսուրս կա եւ դա հետեւյալ տրամաբանությամբ, որ այդ դատավարության բոլոր մասնակիցները սպասում են կամ աշխարհքաղաքական կամ ներքաղաքական կամ բնակլիմայական փոփոխությունների, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա։ Վարչապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին։ Համաժողովի պանելային քննարկման երկրորդ մասում անդրադարձ կատարվեց խափանման միջոցների կիրառմանը։ Վերջում եզրափակիչ ելույթով հանդես եկավ վարչապետը, ընդգծեց արդարադատությունը գործընթաց է, որի հետ պետք է անընդհատ առնչվել։ Թաթև Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։